Սիրելի աշակերտներ, այսօր մենք ուսումնասիրում ենք այն, ինչ շախմատում կոչվում է ցուկ ցվանգ։ Այն գերմաներենից եկած բառ է, նշանակում է քայլ, որը մենք պարտադրված ենք կատարել։ Իսկ հիմա ավելի մանրամասն։ Սույն դիրքում քայլը սևերինն է, եւ այստեղ նրանք ունեն խաղալու երկու տարբերակ՝ կամ արքայով քայլել B5, կամ զինվորով։ Սակայն երկու դեպքերում էլ նրան սպասում է պարտություն։ Օրինակ, եթե արքայով քայլեն B5, նրանք մատ կարող են ստանալ նավակով D5 դաշտից։ Այս շախից հետո 4-րդ հորիզոնականը հսկում է արքան, 6-րդ հորիզոնականը ձին, սեփական զինվորն է խանգարում դիմել փախուստի 6-րդ հորիզոնական, և 5-րդ հորիզոնականից նավակը հայտարարել է շախ։ Սա մատային դիրք էր։ Հիմա, եթե զինվորով քայլեն B5, այս դեպքում սևերը մատ կստանան A6 դաշտից։ Նավակ A6 ձիու համագործակցությամբ հայտարարեցին շախ, արքան նույնպես հսկում է B4 դաշտը, ու այսպես։ Եվ զինվորը խանգարեց փախուստը, և սա նույնպես մատային դիրք էր։ Փաստորեն այս դիրքում սևերի ցանկացած քայլին սպասում էր պարտություն։ Իսկ ինչ եթե դիրքը լիներ հետևյալը, և քայլը սպիտակներինը։ Մենք արդեն գիտենք, որ նավակով քայլելով D6, մենք քայլի հերթը փոխանցում ենք սևերին, և սա արդեն մեզ ծանոթ իրադրություն է։ Հիմա եթե արքան խաղաց B5, մատ կստանան D5-ից, եթե զինվորով խաղան, մատ կստանան A6-ից։ Այսպիսով մենք կատարելով քայլ, տեսեք, պարտադիր չէր շախ հայտարարել։ Իրականում, եթե մենք ի սկզբանե հայտարարեինք շախ, մենք երկու քայլից մատ չէինք հայտարարի։ Շախ շախի ճանապարհը փակեց, և երկրորդ քայլով չենք կարող ստեղծել մատային դիրք։ Այսպիսով լինում են դիրքեր, երբ մենք կարող ենք կատարել այնպիսի քայլ, որը մրցակցին կդնի պարտված իրավիճակի մեջ։ Սա է հենց ցուկցվանգը։ Սևերը այստեղ հայտնվել են ցուկցվանգում։ Յուրաքանչյուր քայլ բերում է պարտության։ Յուրաքանչյուր քայլ։ Իրավիճակը շատ նման է մուլտիկի հերոս Վիննի-Թուխին, որը ստիպված էր որևէ քայլ կատարել, սակայն բոլոր կողմերից նրան սպասում էին սպառնալիքներ։ Բոլոր 4 կողմերից, և վերևից, և ներքևից։ Վիննի-Թուխը ցուկցվանգում։ Եվս մեկ օրինակ, որ վերցած է մեր դասագրքերից, մատ հայտարարենք երկու քայլից օգտագործելով ցուկցվանգ։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, սևերի զինվորը և արքան չեն կարող խաղալ, կարող է խաղալ փիղը, և փիղը հսկում է C2 դաշտը, որտեղից մատ չի կարող հայտարարել ձին։ Եթե մենք քայլը սկսենք շախով, փիղն իրեն կփոխի մեր ձիու հետ, և երկրորդ քայլով մատ տեղի չունեցավ։ Ուրեմն փորձենք սահմանափակել փղի շարժը, զոհաբերելով նավակ։ Նորից զինվորն ու արքան չեն կարող խաղալ, այստեղ սևերը ստիպված պետք է վերցնեն նավակը։ Նրանք հիմա մեծ սիրով քայլ չէին կատարի, բայց ստիպված են։ Հենց սա է ցուկցվանգի գաղափարը։ Փիղը վերցնում է C2, ձին է վերցնում C2 և արդեն մատային ելքով։ Մեկ այլ օրինակ, որտեղ մատ ենք հայտարարում երկու քայլից, օգտագործելով ցուկցվանգ։ Այստեղ սպիտակները կցանկանային մատ հայտարարել E2 դաշտից, սակայն նրան հսկում է G3-ի սև ձին։ Գուցե սպիտակները մատ հայտարարեն D3 դաշտից, բայց այս դեպքում նրան հսկում է B2-ի սև ձին։ Ուրեմն սև ձիերը կատարում են կարևոր առաջադրանք, նրանք հսկում են այն դաշտերը, որտեղից իրենց սպառնում է մատ։ Եթե հիմա նրանք իրենց դիրքը լքեն, սևերը կստանան մատային դիրք։ Այս պարագայում սևերը կարող են խաղալ նավակով, և հարկավոր է այս քայլին պատրաստվել։ Ուրեմն թագուհիով քայլելով A8, մենք պատրաստվում ենք դիմավորել նավակին։ Թագուհի A8 և սևերը ցուկցվանգում են։ Ինչու՞։ Հիմա եթե սևերը խաղան G3-ի ձիով, հիշենք, նա հսկում էր E2 դաշտը, այժմ չի հսկում, և սպիտակները կարող են մատ հայտարարել E2-ից։ G3 ձիու ցանկացած քայլին նա կդադարի հսկել E2 դաշտը։ Եթե խաղան B2 ձիով, նա կդադարի հսկել D3 դաշտ, օրինակ, որևէ քայլ։ Մատ կստանան սևերը D3-ից։
Նշենք, որ զինվորով և արքայով խաղալ չեն կարող ճանապարհները փակեն և մնաց նավակի միակ քայլը։ Իսկ նավակ ամեկ քայլին մենք պատրաստվել ենք թագուհի, թագուհին վերցնում է ամեկ, շախ և մատ։ Այսպիսով սևերը հայտնվեցին ցուկցվանգում, քայլի հերթը սևերինն է, նրանք պարտավոր են կատարել որևէ քայլ, բայց բոլոր քայլերը բերում են պարտության, հենց սա էր ցուկցվանգը։ Եվ մեզ արդեն ծանոթ շախմատային Հայաստան ամսագրից մեկ օրինակ, որ գուցե կցանկանաք լուծել ինքնուրույն, մատ 2 քայլից։ Ահա այսպիսին է դրությունը, միանգամից ասեմ, որ շախով սկսել իմաստ չունի, հարկավոր է հնարամիտ քայլով ստեղծել ցուկցվանգ, որ դրանից հետո սևերի ցանկացած քայլը բերի պարտության 1 քայլից։ Իսկ մենք անցնենք մեր տնային առաջադրանքներին։ Տրամագիր 1-ում խաղում ենք սպիտակներով, ցույց տանք սլակներով ինչ քայլելու հնարավորություններ ունեն սևերը։ Արքայով B1, B2 և զինվորով A3։ Այսպիսով փորձենք սահմանափակել արքայի քայլերը։ Տեսեք, նորից, եթե մենք խաղը սկսենք շախով, սև արքան դուրս կգա ամեկ անկյունից և հաջորդ քայլով կփոխարկվի։ Սակայն եթե մենք խաղը սկսենք սահմանափակելով որոշ քայլեր, խնդրեմ, արքան մեր հսկեց B1, B2 քայլերը և այժմ սև արքան չի կարող դուրս գալ։ Սևերին մնաց միայն 1 քայլ, այսպիսով արքա C2, սևերը ցուկցվանգում են, նրանք ստիպված պետք է կատարեն քայլ, որից հետո երկրորդ քայլով մենք կհայտարարենք մատ։ Փիղ F6 և մատ։ Դրեցինք մատի նշանը։ Եվ երկրորդ տրամագրում նույնպես սպիտակներով 2 քայլից մատ հայտարարենք, ստեղծելով հակառակորդի համար ցուկցվանգի դրություն։ Նախ նշենք, ինչպիսի քայլեր կարող են անել սևերը։ Փղով կարող են խաղալ այս B8 H2 անկյունագծում, սակայն թե փիղը բացակայեց, մենք նավակով կարող ենք A7-ից հայտարարել մատ։ Սևերը կարող են խաղալ նաև զինվորով A5, ինչ խոսք նաև A6։ A6-ի պարագայում զինվորները մեկը մյուսին կպաշտպանեն, և մենք նավակով չենք կարող հարվածել։ Եվ այստեղ կա հետաքրքիր հնարք սահմանափակել այս զինվորի ճանապարհը, զոհաբերելով նավակ։ Նավակ A6, մենք նախ փակեցինք A7 զինվորի շարժը, այժմ նա չի կարող քայլել և չի կարող վերցնել մեր զինվորը, քանի որ կապի տակ է գտնվում, և ասացինք, հարգելի հակառակորդ, այժմ քայլի հերթը ձերն է, երևի թե դեմքի այս արտահայտությամբ։ Եվ պարզվում է, որ այստեղ սևերը հայտնվել են ցուկցվանգում։ Ինչու՞։ Մնաց սևերը քայլեն փղով։ Փղի ցանկացած քայլից հետո փիղը կդադարի հսկել A7 զինվորը, և մենք մատ կհայտարարենք 1 քայլից նավակ A7-ով։ Փղի որևէ քայլին կհետևի մատ A7 դաշտում։ Այստեղ այո, սևերը չեն կարող խաղալ A7 զինվորով, բայց կարող են արդեն խաղալ B7 զինվորով։ Մենք բացեցինք B7-ի քայլելու հնարավորությունը, չէ՞ որ նա կարող է հարվածել մեր նավակին։ Ի վերջո մենք նավակը զոհաբերեցինք։ Այստեղ այո, բացվեց մեր զինվորի ճանապարհը, որը հպարտորեն քայլում է առաջ և մատ։ Սա շատ գեղեցիկ օրինակ էր։ Նորից, նավակ A6 քայլից հետո, այս գեղեցիկ քայլից զոհաբերությունից հետո սևերը հայտնվեցին ցուկցվանգում։ Մենք քայլի հերթը փոխանցեցինք նրանց։ Փղի քայլին կհետևի նավակ A7, իսկ եթե վերցնի մեր նավակը, գրենք այդ քայլը, B7-ը վերցնում է A6, մենք խաղում ենք B6, B7 մատային ելքով։ Շնորհակալություն, երբեք չհայտնվեք ինքներդ ցուկցվանգում։ Ցտեսություն եթերում։